Ողջույն սիրելի հայրենակիցներ, խոսելու ենք շատ կարևոր մի թեմայի մասին։ Հիմա սա լսենք միասին։ Կուսակրոնության ուխտախախտած հոգևորականներից պետք է ազատվել։ Երևանի պետական համալսարանում երեկվա փակ հանդիպմանը ներկա ուսանողների փոխանցմամբ ասել է վարչապետ Փաշինյանը։ Ավելին նրանցից մեկը մեջբերեց Փաշինյանի կոնկրետ հայտարարությունը։ Կասկածի տակ դրեց շատերի կուսակրոնությունը, այդ թվում Գարեգին Բ-ի կուսակրոնությունը եւ տարբեր թեմերի առաջնորդների կուսակրոնության հարցը եւ նշեց, ասաց, որ առաջինը մեզ ասում պես էքսկլյուզիվ ինֆորմացիա, որ հանձնարարական է տվել հատուկ մարմիններին գնալ եւ ստուգել Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը։ Տրվել է նման հանձնարարական իրավապահ կառույցին է դիմել Նիկոլ Փաշինյանը եւ կոնկրետ ինչ է հանձնարարել։ Ազատության այս հարցերին վարչապետի խոսնակը ծանոթացել է, բայց դեռ չի արձագանքի։ Լսեցիք, չէ՞, այսքան։ Այսինքն վարչապետը գնացել է Երևանի պետական համալսարան, կրթվել է նորաձև է կրթարշավի շրջանակներում, ուսանողության հետ խոսելիս ասել է ձեզ էքսկլյուզիվ տեղեկություն եմ տալիս, առաջինը դուք եք իմանում ասել է, որ ես հանձնարարել եմ հատուկ ծառայություններին, իսկ դա ազգային անվտանգության ծառայությունն է, չնայած կարող է ոստիկանությունն էլ լինի, ոստիկանությանն էլ հանձնարարել, որ ճշտեք Գարեգին կաթողիկոսի կուսակրոնության, այսինքն նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ եւ այդ տեղեկությունները բնականաբար տրամադրեք վարչապետին, բերեք դրեք վարչապետի սեղանին, հետո իրենց բլոգերների միջոցով դա կհրապարակեն, այսինքն իմաստը այդ process-ի դա է, process-ը արդեն ըստ էության մեկնարկած է, բայց ուզում եմ ետ գնանք, մենք միասին ետ ենք գնում մայիսի 23։ Մայիսի 23-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շուքյուր Փաշազադեն հայտարարում է, Բաքվում միջոցառում է տեղի ունենում, որտեղ նա Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության որպես նախագահ հայտարարում է, որ տարածաշրջանում հայ առաքելական Սուրբ եկեղեցին հանդիսանում է սպառնալիք եւ իր ելույթում նաեւ ասում են, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին երկար հարյուրավոր տարիներ դարերով իր գործունեությունը իրականացնում է ադրբեջանական հողերի վրա, դե քանի որ Ադրբեջանը Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջանն, ասում է դե հայ առաքելական եկեղեցին ադրբեջանական հողերի վրա իր գործունեությունը ծավալել եւ դա տարածաշրջանային սպառնալիք է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Սա մայիսի 23-ն է։ Արձանագրում ենք, գնացինք առաջ։ Մայիսի 27-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը միջազգային համաժողովում խոսում է Արցախի բռնազավթման Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։ Սրա մասին տեղեկություն հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը եւ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Գարեգին II-ի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում բողոքական եկեղեցին մայիսի 26-ից 28-ը անց են կացնում կրոնական ազատության հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում, Լեռնային Ղարաբաղում խորագրով միջազգային համաժողով։ Սա տեղի ունենում մայիսի 27-ին, արձանագրում ենք։ Որից հետո մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնց օթից մի հատ թեմայից, այսինքն այնց խոսում է, որ ինչ որ մարդիկ դեմ են խոսում համալիրեմ հարսանիքին, ոնց կարելի է, բա համալիրեմ կարա հարսանիք արվի, բան Ժորժ ջան, ես օքեյ եմ, խնդիր չունեմ, որ համալիրեմ հարսանիք արվել, դե համալիրա միջոցառումների տեղա, թող փող աշխատեն, կարիքները հոգան, շատ լավ է, նորմալ է, անցանք առաջ։ Համալիրից խոսում է, բան մեկ էլ սենց անում։ Ու սկսում ասում է եկեղեցիներին, բայց ասում համալիր եկեղեցիներ, ասում է եկեղեցիներին, կապում այն շոր կերպ թեման, ու սկսում է խոսալ, որ եկեղեցիները չուլանացնում են, հայերեն լեզվում չուլանացում բառ գոյություն չունի։ Ուզում ասի, որ եկեղեցիները դարձել են կլադովկա։ Չուլանը դա ի՞նչն է, կլադովկեն է, չէ՞, ոնց որ բաներ ես դնում, ասիկ, չէ, լապատկա, բան, չէ, ավիլ, եսիմ, այդպես բաներ, հա։ Սկսում է խոսալ այդ թեմայից, բազմաթիվ հազարավոր հայրաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ վիրավորվում են այդ հայտարարությունից, նաև բազմաթիվ հոգևորականներ տարբեր տեսակի հայտարարություններ են ընդունում, սուր հայտարարություններից մինչև ոչ սուր, օրինակ Միքայել Աջապարյանը ասում է, հա, տես պրոբլեմ կա, Սրբազան ասում է, տես պրոբլեմ կա, որովհետև եկեղեցու տնտեսական հատված չունի եկեղեցիներում շատ տեղերում, եւ տնտեսական եղած որ մաքրում են, լվանում են, բան ինչ որ միտեղ պետք է դնեն եւ կարող է ինչ որ միտեղ դրել են երևացել է, կա այտենց խնդիր կարա լինի։ Ինչ որ մեկ այլ Սյունիքի մարզից Սրբազանը խոսում է, ասում է դե այստեղ շինարարություն է գնում որոշ եկեղեցիներում, հա կարող ինչ որ միտեղ գաջ են տեսել, որովհետև շինարարություն է գնում։ Գնում է շինարարություն, գաջ, հա, օքեյ, անցանք առաջ։ Բայց այդ Սրբազանների այդ հայտարարություններից հետո եւ ամենախիստը սուրը արձագանքում օրինակ Գուգարաս թեմի առաջնորդը Հովնան Սրբազանը, որը էլի, այսինքն ամենքը մի ձևի հայտարարություն անում յուրաքանչյուրի իր վիրավորվածության բանով, որտեղ իրականում վիրավորական հայտարարությունը։ Չուլանացված է, ինչ որ խնդրեմ կա, հա,
կապ տվեք, ասեք կամ բան եք տեսել տեղում ասեք, շտկեք, ուղեք, անցեք առաջ, բայց համայն աշխարհին նման հայտարարություն անել այն պահին, որ գնում է կոնֆերանս Շվեյցարիայում եւ մեր եկեղեցին Ադրբեջանի առաջ հարցեր է բարձրացնում, միջազգային հանրության առաջ հարցեր է բարձրացնում ընդդեմ Ադրբեջանի։ Ժողովուրդ, ինձ համոզեք, կոմենտներում գրեք, ինձ համոզեք, որ այս արշավը, որը մեկնարկել է եկեղեցու դեմ, կապ չունի, մի րոպե, կապ չունի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, այսինքն Ադրբեջանի հոգևոր առաջնորդ իբր թե Շեյխ Ուլիսլամ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարության հետ։ Ինձ համոզեք, ասեք կապ չունի։ Ասենք ես ամբողջ կյանքս դեմ եմ խոսում կոնսպիրացիաներին, որ աղբորպես թարգեք էլ են որ մի հատ sense բան այ կողասա սրա հետ է կապված, այ կողասա sense այրեման, շուտ ես միշտ հեռու եմ մնում sense բաներից։ Այն որ բան ով է բերենի կոլին Սերժը թակում բերել է բան։ Ես փաստերով եմ միշտ խոսում։ Հիմա ես ձեզ ամսաթվեր եմ ասում։ Ամսաթվերով գնում ենք, ժողովուրդ կապ ունի։ Ինձ համոզեք, ասեք կապ չունի։ Համընկել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։ Նա բացարձակ չի ուզեցել անգլերեն ասած downgrade անի, հա, նվազացնի, նվաստացնի, խփի մի կարգավիճակը գցի մեր եկեղեցու, որը այնտեղ Շվեյցարիայում այդ հայտարարությունն անում է, եւ вообще կապ չունի Ալլահ Շուքյուր Փաշազադեի այդ հայտարարությունների հետ։ Բայց սա չի ավարտվում։ 29-ին Չուլանացման հայտարարությունն անում, 30-ին վարչապետը իրելի Facebook-յան էջում կոչ է անում, ինչ որ մի սրբազանի, որը ոչ մեկին հայտնի չի ով է, գնալ եւ շարունակել դոմփել իր քերու կնգանը, եւ ասենք հերու մնաց վարչապետից, չեմ հասկանում, վարչապետին ինչ հաուզեցի ան այդ սրբազանը, որ ինքը ասում է, ինձ այդ ինչ գործ ունես գնա քերուտ կնգա մոտ, կապ չունի, այսինքն ու հաջորդ բանը ժողովուրդը, ո՞վ էս ինչ հայտարարեց, էս ինչ դրա մասին առանձին ես խոսել եմ, ու այդ օրվանից մինչև այսօր հունիսի 4-ն է, այսինքն մայիսի 29-ին սկսվել է Չուլանացումով, հունիսի 4-ն է ամեն օր վարչապետը իր էջում մի քանի ստատուս գրում է սրա մասին եւ տեսանյութը հիշեցիք, չէ՞։ Եվ հասանք այնտեղ, որ վարչապետն արդեն ասում է, որ ես այնտեղ արդեն մյուս օր ասենք ասում է, որ Վեհափար Հայրապետը, եթե պարզվի, որ նա զավակ ունի, եթե պարզվի, մտամ ինքը արդեն չի պարզել, եթե պարզել է, էլի, ոնց պետք է պարզվի, եթե պարզվի, ասենք ինքը բամբասանքները լսել է, հիմա սկսել է պարզել, հա, ու ասում է, եթե պարզվի, ուրեմն նա չի կարա լինի, կուսակրոնները, եթե պարզի կուսակրոն չեն, նրանք չեն կարա լինեն, ման, այսինքն թևերը կշտել է, մտել է եկեղեցու գործերի մեջ, որովհետև եթե պարզի որևէ մեկը եկեղեցական կանոն է խախտել, եկեղեցու կանոններով այդ մարդը պետք է կարգապահական տույժերի ենթարկվի, հա, բայց դա աշխարհիկ իշխանության գործը չի։ Մի գնացինք առաջ ու ամեն օր ստատուսներ ա գրում, ամբողջ ԿՊ-ին ծառայող, ԿՊ-ին Իլհամ Ալիևին, Էրդողանին, մեկ է ուկրաինական հատուկ ծառայություններին ծառայող բաները, փորձագիտական խմբեր կան, այդ խմբերը բոլոր եթերներում լծված են, Փաշազադեի այս որ հայտարարել է Փաշազադեն, Ալլահ Շուքյուր Փաշազադեն հայտարարել է հայրաքելական եկեղեցու դեմ պայքարում, բոլորով լծված են, այո, բան, ցած ամեն օր, բայց ես որպես իրավաբան, հարցին իրավաբանական կողմից եմ ուզում մոտենանք, այդ էմոցիան դնում ենք մի կողմ, էմոցիան մեր հավատքը մի կողմ ենք դնում, հիմա իրավաբանորեն ենք հարցին մոտենում։ Ժողովուրդ ջան, ամեն օր վարչապետը շարունակում է այս բանը, որ պետքա ճշտել բանման, հիմա պատկերացնենք ինչ որ սրբազան խախտել է կուսակրոնության բանը, ուխտը, հա, ուխտա տվել, ուխտը խախտել է եւ ունի երեխա, այսինքն արտամուսնական կապից ունի երեխա, զավակ, որ ասում է վարչապետը։ Պատկերացնենք ինչ որ սրբազան, որ հետա դարձել է Վեհափար Հայրապետ կամ չի դարձել, դեռ սրբազան է, մենք չգիտենք ում մասին է խոսքը գնում։ Մեկ Սրբազանյանն են տալի, մեկ Վեհափար Հայրապետի, այտենց բոլորի վրա հարցակում է, որ բոլորը բոլորին կասկածեն։ Անկամ այն Սրբազանը, որ պետքա գնա շարունակի իր քերու կնգա հետ ինչ որ բան անի, չի ասվել այդ ինչ Սրբազանը, որ բոլորը կասկածեն բոլոր Սրբազաններին, բոլորը վարկաբեկվեն, այսինքն ամբողջ եկեղեցին վարկաբեկվի, ինչու ինձ համոզեք, որ սա կապ չունի Փաշազադե Ալլահ Շուքյուր Փաշազադեի ասածների հետ։ Գնացինք առաջ։ Հիմա իրավաբանորեն ենք հարցին մոտենում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան։ Բութ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա։ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի լիազորություն, որով կարող է հանձնարարել որևէ պետական
հատուկ ծառայության, դա կլինի ԱԱՑ-ն, հակակոռուպցիոն կոմիտեն կլինի։ Ես նրանք եմ ասում, որոնք օպերատիվ ծառայություններ ունեն։ Ոստիկանությունը կլինի, որ կարա հանձնարարի, ասի գնացեք ճշտեք բանը X-ը Y-ի հետ եփա ունեցե սեռական կապ, արդյոք դա ամուսնական է, մեկ էլ ԴՆԹ տեստեր արեք, տեսեք, այդ երեխեն, որը զավակը մեծացել է կամ չի մեծ փոքր է դեռ չգիտեմ ես։ Այդ երեխենը ճշտեք ԴՆԹ-ով դա իր երեխեն է, թե չէ, բերեք թղթերը դրեք սեղանից։ Չունի նման լիազորություն, ու եթե նման բան է հանձնարարը, ինքը պաշտոնեական դիրքը չարաշահել է, դրա համար դատվելու է մի օր։ Այն մարմինները իրավապահ, որ եթե այդ հանձնարարությունն ընդունել են ու գնացել են դա անելու, նրանք էլ են դատվելու։ Եթե ասեմ, անգիր իմացեք, բոլորը հատուկ մարմինները թող լսեն սա։ Ով որ կա հիմա դիտողներից ուղարկեք թող լսեն, իմանան ինչ հրաման են կատարում, որ որևէ մեկի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները հավաքելը, կուտակելը, դրանք մշակելը, դրանք որևէ ձևով օգտագործելը քրեորեն հետապնդելի առարկա, բացեք քրեական օրենսգիրքը կարդացեք։ Եթե դա ձեզ հանձնարարել է որևէ բարձրաստիճան պաշտոնատարանց, այդ բարձրաստիճան պաշտոնատարանցը չունի նման լիազորություն։ Եթե դա կապված է եկեղեցու հետ, առավել եւս չունի նման լիազորություն, որտեղ եկեղեցին պետությունը անջատ են։ Պետական իշխանությունը չի տարածվում եկեղեցու իշխանության վրա եւ չի կարող տարածվել։ Հասանք տեղ։ Հիմա հաջորդ եկեք հարցը մի հատ ուրիշ կողմից է նայենք, սիրելի հայրենակիցներ։ Դա վարչապետը ԵՊՀ-ում ասում է ձեզ էքսկլյուզիվ բան եմ ասում, դե չի նկարվում, լրագրող չկա, այդ ուսանողը լսել է, եկե պատմելա լրագրողներին։ Ասում է ես հանձնարարել եմ էքսկլյուզիվ, դուք եք իմանում, հանձնարարել եմ գնում գտնում բերեն, բայց պատկերացնենք գնում են գտնում են բերում են այդ տեղեկությունները սկսում են հրապարակել, օրինակ իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը Ալիևի Էրդողանի մոտ ծառայող իբր թե բանը արևմտամետ փորձագիտական համայնքը, այտենց մի հատ համայնքներ կան այտենց ու սկսում են այդ մարդիկ այդ անունները հրապարակել մամուլով ինչ-որ հետաքնություն լրագրողական բան ու վարչապետն ասում է ես կապ չունեմ բանը մեր բլոգեր Վալոդյանն է դա հրապարակել բայց չէ որ ինքը արդեն ընդունել է այնքան չի պատկերացնում ինչի մեջ է մտել ինքը արդեն հայտարարել է որ ես հանձնարարել եմ հիմա ով հրապարակեց իմացեք այդ իր հանձնարարության հիման վրա հանված նյութերա որը տրվելու է մեդիաներին որ նրանք հրապարակեն իրանց մեդիաներին բա այդտեղ մի հատ հարց է առաջանում այդ կնոջ ում հետ որ եղել է արտամուսնական կապը նրա անձնական կյանքի վերաբերյալ դուք իրավունք ունեք տեղեկություններ հրապարակել այն երեխայի որը ծնվել է այդ արտամուսնական կապից եթե ծնվել է եթե կա նման երեխա ենթադրյալ դուք իրավունք ունեք այդ երեխայի տվյալները հրապարակեք դուք գիտեք չէ որդեգրման բան սա բաները դրանք հատուկ գաղտնի բաներ են դա չի կարելի բացահայտել մարդու անձնական կյանքի վերաբերյալ եւ ով բացահայտում է դրանք հանցագործներ են դա հանցագործություն է այսինքն մյուս կողմից էլ ես մյուս կողմներ եմ ուզում դիտարկենք էլի որ այդ մարդկանց կյանքի վերաբերյալ էլ խնդրեմ առաջանում բայց մենք քննարկում ենք մի բան որ հիմա իրանք ինչ են ոնց են փորձելու կռուտի տննել ասելու են ժողովուրդ ջան պետական անվտանգության հետ էր կապված դրա համար իրան ասում են Հովիկ Աղազանի նամակները ոնց է ասեք ու սեղանին Հովիկ Աղազյանը ինչ որ մեկ այդ նամակագրություն է արել ինչ որ մեկի կամ ես չգիտեմ մի քանիսի դեն ոնց են այդ մարդու նամակները ոնց է քեզ ասած ինչ որ ոչխարների գործով քրական գործ եք վրան հարուցել հետո իր անձնական նամակագրությունը բերե դրե սեղանից հետո տարե ԿՊ ֆրակցիա սա ԿՊ ֆրակցիային հրավիրե որ կարդան ի պատիվ ինչ որ մարդկանց ովքեր չեն գնացել կարդան հրաժարվել են բայց ոսմա պետական անվտանգության նկատառումները վադե ուրեմն սերի հայրենակիցներ Հովիկ Աղազյանի նկատմամբ պետական անվտանգության որևէ հիմքով որը խախտում է քրեական գործ չկա հարուցված հետեաբար այդ հայտարարությունն արդեն սուտ է վարչապետի ու շառը այսինքն շառը անեմ շառով մարդուց ինֆորմացիան վեկալում է դրանով շանտաժ անեմ բան հիմա շառը անեմ եկեղեցուն ինֆորմացիան այացով հավաքում է օգտագործում է շառան ունենալ մեջ պետական անվտանգության որևէ բան չի հարուցվելու չի կարող հարուցել եւ դրա հետ կապ չունի այսինքն պետական անվտանգության վերնագիրը օգտագործում է լիազորությունների չարաշահման գործում Եվ այս նույն վարչապետը կոչամ ժողովրդին հայտարարագրեք ձեր բոլոր եկամուտները հայտարարագրեք հեռախոսից հեռախոսում եք փոխփոխանցում հայտարարագրեք հրոխբորը տղին որտեղից քեզ փոխփոխանցեք հայտարարագրեք մորքուրդ որտեղից քեզ փոխփոխանցեք որ մտնի ձեր անձնական կյանքի մեջ ձեզ ահաբեկի ձեզ օգտագործի ընտրությունների ժամանակ ձեր թաղի օպեր լիազորները գան ձեզ տերոր անեն որ գնաք ընտրեք իրանց չհայտարարագրեք շարունակեք բոյկոտեք բոլոր տեսակի իրենց կողմից հրճակված այդ բաները որտեղ մտնելու են ձեր անձնական կյանք եթե ազգային ժողովի падգամավորը պաշտպանված չի եթե ամենայն հայոց կաթողիկոսը որ օրենքով դիվանագիտական անձնագիր ունի պաշտպանված չի եթե հայրաքելական սուրբ եկեղեցին որը սահմանադրությամբ կարգավիճակ ունի պաշտպանված չի
Դուք քաղաքացիներ, սովորական շարքային մարդիկ, որ ձեզ ասում են գնացեք հայտարարել, դուք պաշտպանված եք լինելու։ Չլրացնեք հանկարծ։ Այս երկու օրն էլ դատախազությունը պատասխանել Արփին Հովհաննիսյանին, հարցում էր արել, որ հայտարարի չլրացնելը քրեական հետամտման հիմք չի կարող ծառայել։ 5000 դրամ տուգանք ա լինելու։ Չլրացնեք, բոյկոտեք տոտալ, բոյկոտեք։ Հիմա պետական հիմնարկներում փորձում են տերոր անեն, որ լրացնել տան, չլրացնեք, ես ձեզ ասում եմ։ Եվ վերջինը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի խմբակցությունները դեռ չեն ստորագրել իմպիչմենտի փաստաթղթերը։ Ես նրանց կոչ եմ անում ներկայանալ Հակոբ Ասլանյանի աշխատասենյակ կամ ասել մենք թղթերը կուղարկենք իրենց մոտ եւ ստորագրել իմպիչմենտի փաստաթղթերը։ Եթե դուք ստորագրեիք այդ փաստաթղթերը, հիմա այս արշավը Ալա Շուքյուր Փաշազադեի կողմից այս պատվիրված արշավը տեղի չեր ունենա։ Եվ խորհրդանում կլիներ այլ քննարկում, ոչ թե թեմայից դուրս որ ամբողջ ժողովուրդը շեղվի այս թեմաներից բան, զբաղվի ինչ որ մեկի անկողնով, բան ում ով է քերու կնգան, չգիտեմ ինչ անում, ով է բանը արտամուսնական կապից երեխա ունեցել, այլ չէ կոնկրետ գործով։ Վարչապետի անվստահության գործով կզբաղվի։ Դեպաբար կոչ եմ անում, պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցություններին մնալ իրենց խոսքին տեր մնալ, տանել այդ ստորագրությունները, տեղադրել համապատասխան ձևաթղթի տակ։ Որովհետև այն ինչ որ այսօր կատարվում, հա, ամեն օր որ դուք դա չեք անում, դուք այս ամեն ինչի պատասխանատվության փայա տերերն եք, բաժնե տերերն եք եւ դուք եք պահում այս իշխանությունը։ Քանի որ չեք ստորագրում, դուք եք պահում։ Հենց որ ստորագրեք, կպարզվի որ դուք չեք պահում, ուրեմն դուք անջատ եք այս իշխանությունից։ Խնդրում եմ մեկնաբանություններում ինձ համոզեք սիրելի հայրենակիցներ, որ այս ամեն ինչը կապ չունի Ադրբեջանի կողմից սանձազերծված արշավի հետ հարակելական եկեղեցու հետ։ Ինձ համոզեք, որ այս ամեն ինչը կապ չունի Ադրբեջանի կողմից Վատիկանում կազմակերպված այն միջոցառումների հետ, որ ընդեղ էլ ուրիշ արշավ էր գնում քրիստոնեական մշակույթի դեմ, որ իբր այնտեղ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ, Արցախի այդ տարածքները բան բացարձակ հայկական քրիստոնեական մշակութային բաներ չկան։ Ինձ համոզեք կոմենտներում։ Ասեք սա համընկնում ա եղել բան, փորձեք ինձ համոզել, եթե կարող եք։ Լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, միացեք այս ալիքին եւ որքան կարող եք, ոնց կարող եք տարածեք այս ամենը։ TikTok-ում, Instagram-ում, YouTube-ում եւ նաեւ Facebook-յան իմ պաշտոնական էջից։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։